Շերտվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Անցած անգամ էլ ենք եղել ստեղ 3.5-4 տարի առաջ Քարոզարշավի շրջանակներում մեր գաղափարները հաղորդում ենք մարդկանց թաղերում, տներում, փողոցներում, նաև արտադրական օբյեկտներում։ Պարոն Կոմցյանին շատ շնորհակալ եմ այս հնարավորության համար եւ մեր բուկլետների մեջ իհարկե գրած է կկարդաք, ուզում եմ ասել, որ այստեղ շատ համառոտ ընդամենը 15 ամենակարևոր բաներից ենք գրել։ Մի քանի բան կներկայացնեմ ու շատ կուզեմ, որ եթե հարցեր ունենաք տակ, առանց քաշվելու, առանց կաշկանդվելու, գիտեմ, որ նաև հացի ժամ է, չենք ուզում շատ ժամանակ խլել ձեզնից։ Եկուտ չեմ մյուս օր ավականու արտահերթ ընտրություններն են, քաղաքը ընտրում է 33 հոգի ավականու անդամ եւ 33 հոգին հավաքվելով առաջին նիստում ընտրելու է քաղաքի ղեկավար։ Տարբեր խմբակցություններ, տարբեր քաղաքական ուժեր, 9 քաղաքական ուժ է մրցում, մերը Եվրադաշինքն է, որը բաղկացած է 3 քաղաքական կուսակցությունների միավորումից, որոնք միավորվել են այս ընտրությունների համար։ Հաջորդ ընտրություններին կարող է մնա նույնը, կարող է այլ միավորումներ լինեն, կարող են չլինել։ Հիմա մրցում են 6 կուսակցություն եւ 3 դաշինք, որոնցից մեկը սա է Արամ Սարգսյանի ղեկավարած Հանրապետություն կուսակցությունը, Արման Բաբաջանյանի ղեկավարած Հանուն Հանրապետության կուսակցությունը եւ Տիգրան Խզմալյանի ղեկավարած Հայաստանի Եվրոպական կուսակցությունը։ 25 տեխնազու ունենք։ Մեր տեխնազուներից 10 քանի հոգի ստեղ են, մանկավարժներ, ուսուցիչներ, բժիշկներ ունենք, որոնք հիմա ցեզ նման աշխատանքի վայրում են գտնվում։ 5 հոգի անկուսակցական ենք, մեկը ես եմ, եւ մյուս 20 հոգին 25-ից 12-ը կանայք են։ Ստացվել է այնպես, որ գրեթե կեսը կանայք են, որտեղ բանիմաց շնորհալի մարդիկ են։ Մեր նախընտրական ծրագրի կարևոր կետերից մի երկու բան ասեմ, ձեզ պիտի որ հետաքրքրի։ Տրանսպորտը ոչ թե մինչև ժամը 6-7, այլ մինչև գիշերը գոնե 11-ը։ Դրա համար հարկավոր է ունենալ 2 հերթափոխ վարորդների։ Մի մարդը չի կարող առավոտվա 7-ից մինչև 23-ը աշխատել։ Այդ մարդկանց նորմալ աշխատավարձ։ Տրանսպորտի ավելացում, փոխադրամիջոցները պետք է ավել եղնին։ Չպետք է լինի այնպես, որ որևէ մեկը քաղաքի մի ծայրամասից մյուս ծայրամասը գնալու համար ստիպված լինի 2-3 գազել փոխել։ Հիմա չունենք այդպիսի գծեր, դրանք լինելու են։ Բոլոր մանկապարտեզները լինելու են ծնողների համար անմիջականորեն անվճար։ Հիմա գիտեք ուսման վարձը 4000 դրամ է։ Մենք համարում ենք, որ համայնքը ունի բավարար փողեր, որպեսզի այդ մանկապարտեզները դառնան անվճար, խոսքը 2500 երեխայի մասին է, եւս 1500 երեխա կա, որ մանկապարտեզ չի հաճախում, մանկապարտեզի տարիքի է, բայց չի հաճախում, փող չունեն ծնողները, հարմար տեղ չկա, մանկապարտեզի տեղերի քանակն է քիչ եւ այլն։ Սա իրական բաներն եմ թվարկում, որոնք հեշտությամբ կարելի է անել։ Օրինակ մենք գիտենք, որ դա կարելի է անել ավականու երկրորդ նիստից։ Այսինքն այս կազմը, որ հավաքվեց, երկրորդ նիստում կարող է որոշվել, որ մանկապարտեզները դառնում են անվճար ծախսի մասին։ Մենք ինչ ասում ենք, ծախսը ի նկատի ունենք, էլի չենք ասում երկնքից ուրեմն բանը արեգակներ ենք հիշեցնելու, էլի, հա, հեքիաթներ չենք պատմում, չենք խաբում մարդկանց։ Օրինակ մանկապարտեզի դեպքում խոսքը 100 միլիոն դրամի տարեկան լրացուցիչ ծախսի մասին, այսինքն ծնողների վճարած տարվա գումարի հանրագումարը 100 միլիոն դրամ է, դա ամսական 10 միլիոն դրամ է եւ համայնքը ունի բազմաթիվ փողեր, որոնք համայնքի բյուջե չեն մտնում, որոնք պիտի մտնեն։ Օրինակ սննդի համար տեղական տուրք կա, սննդի օբյեկտի, ռեստորան, սրճարան, բար եւ այլն։ Դրա ուրեմն մի մասը մտնում է բյուջե, մյուս մասը ստվերում է։ Պատկերացրեք 10 ռեստորան, որոնցից 4-ը տեղական տուրքը չի վճարում, 6-ը վճարում են։ Ինչի՞ պիտի այդպես լինի, դա անարդարություն է, էլի։ Չգիտեմ ում ռեստորաններն են, գիտեմ չնայած, հա, բայց տարիներ շարունակ իրենք այդ վճարը չեն բերել մտցրել համայնքի բյուջե, որպեսզի համայնքը փող ունենա, եւ մոտավորապես մեր հաշվարկներով 500 միլիոն դրամ քաղաքի բյուջե տարեկան չի մտնում։ Դա քաղաքի բյուջեի 10%-ի չափով է։ 500 միլիոն դրամը փող է թե չէ, իհարկե փող է։ Դա աղբաման է, դա բան է, ռոջիկի բարձրացում է, դա մանկապարտեզների անվճար դարձնել է, վարորդների աշխատավարձի ավելացում է։ Փողոցների նորոգում հատուկ ասելու թեկահարթակների սարքել հատուկ ասելու կարիք չկա, ոնց որ ասեմ բոլորը շնչելու ենք, էլի։
մարդիկ են նրանք, որոնք հենաշարժական դժվարություններ ունեն եւ պետք է նորմալ իրենց սայլակներով կարողանան տեղաշարժվել։ Շների վտանգների չեզոքացում 1000 տարի խոսվել է այս մասին, անցած անգամ ենք խոստացել, չենք ընտրվել, խոստացածները ընտրվել են եւ ոչինչ չեն սարքել։ Երեկվա բանավեճը երևի նայել եք, հարցնում ես ինչի չեք սարքել, նայում են երեսս։ Պատասխանատվություն ստանձնում եք ձեր խոստացած չարացի համար։ Շների ապաստարան, շների ստերջացում, որ էլ չբազմանան, հա, բանը սեփական շների հաշվառում, այսինքն մարդը եթե տունը շուն է պահում, պետք է պատասխանատվություն կրի դրա համար, որ չեղնի եկուց 7 ցակ ունենա, բրախե, հետո քաղաքապետարանը ամեն մեկի համար 30,000 դրամ ծախսի ստերջացման համար, հա, որպեսզի մարդկանց չուտեն, էլի, հա, այստեղ մի շարք կետեր ունենք գրած մենք, հա, որոնք պարտավոր են կատարել ու ոչ մի սուտ բան չկա։ Ես ծանոթ եմ նախկին բոլոր քաղաքապետերի, տեխնազուների բոլոր ծրագրերին, ուզենայինք հեքիաթային բաներ կգրեինք, էլի, հա, առասպելական բաներ խոստանայինք ցես, հետո պարզվեր, որ մենք խաբելու ենք ցես, չկա այդպիսի բան։ Գրել ենք այն, ինչ կարող ենք անել, ձևը գիտենք, միջոցները գիտենք, համայնքի փողերն են, պետությունից փողեր բերել եւ արտաքին աշխարհից հիմնադրամներ, միջազգային կազմակերպություններ, վարկային միջոցներ, որոնք պիտի կան մտնեն համայնքի բյուջե եւ կարողանանք այս ամբողջը անել։ Ոչ մի բարդ բան, հասարակական զուգարաններ ասենք, էլի, ամոթել է մշակութային մայրաքաղաք, թանգարաններ եւ այլն, բայց դու մի ասա տուրիստներին ասում են գնա մտի են կաֆեն, գնա մտի են ռեստորանը, մինչեւ երբ, էլի, իբր թե շուկայի ժողովուրդը այն օրը մեզ հարցնում է այն մայթերի վրա, որ միրգ են Լևոն ջան, պիտի մեզ ստեղից հանեք, որ եկաք, ասում եմ ժողովուրդ, մինչև նորմալ շուկայի տարածք չսարքվի, անարդար է ձեզ ստեղից գալ հանել, հա, որտեվ դուք ձեր հացի փողն եք աշխատում, մարդիկ էլ գալիս են ստեղից մի կոպեկ էժան են առնում այդ ապրանքը տանում։ Հիմա ասացեք, խնդրեմ, ինչ բարդ բան կա, սա շատ մեծ է, մի այսպիսի տարածք, կեսի չափ սրա ասենք, բացօթյա, ցեմենտած մաքուր կետնով, ծածկ, անձրևից արևից պաշտպանվելու համար, աղբյուր, ջուր, ավելի ճիշտ, եւ զուգարան։ Եթե միկրոյի շուկայի հետ եք, հա, միկրոյի շուկայի մեջ կա մանրածախը, իսկ բագում էլ մեծածախն է, առավոտը որ գնում եք, այն խոշոր ավտոներով արգղերով են ծախում, ցերեկը որ գնում եք, այնտեղ գրեթե դատարկ է, բայց բարդ բան չկա, էլի սարքել մի տարածք, որտեղ ինչ է, մեկ էլ վաճառասեղաններ, էլի շատ բան պետք չէ դրա համար, բայց բոլորին բավարարող, բոլորի համար, դրանից հետո այդ բոլորին առաջարկվում է, ասվում է գնում ենք, տեղափոխվում ենք այնտեղ, ոչ թե 3 հոգի դեսօր կգաք, այն մնացածը կմնա, մարդիկ հասկացան, էլի։ Մեկը ինձ ասաց, որ մի տարի առաջ զանգել ասել եմ, մեզ տեղից հանում են, օգնեք մեզ, ասել եմ, ես իշխանություն չունեմ, ես չեմ կարող գալ ձեզ իրավական դաշտում օգնել։ Եթե կընտրեք, այդ ժամանակ կկարողանամ այս հարցերը լուծել, էլի։ Այդ տեսակ տարածք սարքելը 3 ամսվա գործ է, ինչի մինչև հիմա շուկա չի սարքվել մարդկանց համար, անհասկանալի է։ Շատերը են մեր հին շուկան են մատնանշում, ասելով, որ բա երբ պետք է սարքվի բան ծախած է ժողովուրդ, 30 տարի առաջ հին շուկան ծախել են մեկին, են մյուսը մյուսին, են մյուսին, հիմա էլ խոստանում են այնտեղ սարքել սեփականատերը խոհարարական դպրոց, լավ է անում, բայց ինքը տեղ շուկա չի սարքելու, կարող է վաճառակետեր սարքի, էլ այդ բուտիկներ բաներ, բայց այդ մեր ամբողջ Շաումյանի, Պաբեդայի, Լաչինի են մյուսը, ինչ է անունը, Տերյան փողոցի, ավտոներով կարտոլ ծախել, բան, իրանց համար հաստատ հերիք չի անում, էլի, տեղ պիտի սարքվի, ինչը բարդ բան չէ, կարող էին հնուց անել, երևի ձեռնտու է եղել, ոմանց պահել շուկա կոչված է այդ վիճակում, կենտրոնը լրիվ շուկա է, էլի, որպեսզի այդ մարդիկ նորմալ աշխատելու տեղ ունենան, իրանց ապրանքով գնան ամսական է ինչ է, սկզբի կես տարին կլինի անվճար այդ մարդկանց համար, սա իմիջայլոց, էլի, իմանաք, որ կենտրոնը այդ իմաստով լինելու է ավելի բարեկարգ եւ բազմաթիվ ուրիշ ծրագրեր ունենք, այս բուկլետների մեջ համառոտ է գրած ասպարեզ եմ կայքում ամբողջ ծրագիրն է դրած մոտավորապես 10 էջ, ռուսական բազան սրանք գալիս են որ հանեն, ժողովուրդ ջան, քաղաքային իշխանությունը միջպետական պայմանագրով նախատեսված բազա հանել չի կարող, ինչքան ուզենա, չուզենա Համայնքի ավականին չի կարող ստեղծել ազատ տնտեսական կոդի, լսել եք, չէ՞ այդպիսի խոստումներ, հարգերից ազատված բան, անհնար է, դա պետությունը, ազգային ժողովը եւ կառավարությունը կարող է անել։ Բազայի հետ կապված երկու խնդիր ունենք, մեկը այն է, որ բազան զբաղեցնում է քաղաքից հողամասեր,
որոնցից քաղաքը եկամուտ չունի, տեղական տուրքեր չեն գալիս մտնում, դուք ձեր հողամասերի ու տների համար տեղական տուրք եք վճարում, գույքահարկ եք վճարում, ձեր ընտանիքի ավտոների համար ովքեր ունեն գույքահարկ եք վճարում։ Բազան, որը զբաղեցնում է քաղաքի մի ահռելի տարածք, այդ տուրքերը չի վճարում։ Մենակ հողի հարկը այն օրը հաշվել ենք մոտավորապես տարեկան 30 միլիոն դրամ է։ Մենք դիմելու ենք պետական իշխանությանը, խնդրելու ենք այդ հողամասերը օգտագործելու դիմաց համայնքին փոխհատուցում տալ։ Թե չէ տարեք, ասենք Երևանում թող մի 30 տարի էլ այդ բազան Երևանում տեղավորվի, թող ձեր հողերն օգտագործի։ Իսկ այս հողերը կօգտագործվեն։ Մի խոսքով, սրանք մեկ էլ բանը անվտանգային ռիսկերը, որ գալիս են այս բազայից։ Մարդիկ չեն կարող էլի ամեն անգամ սպասել, թե հեռու տնից տեղից ով է զենքով մտնելու պետական իշխանություն։ Մենք բազայի հետ խոսելիք չունենք, ժողովուրդ, իրավունք էլ չկա օրենքով։ Քաղաքային իշխանությունը բազայի հրամանատարության հետ մտնել, նստել, խոսել, բանակցելու իրավունք չունի։ Պետական իշխանությանը, կառավարությանը, ով ուզում է լինի վարչապետ։ Պետք է ասվի, թե կամ ընտանիքովդ գալիս ես բազայի կողքն ես ապրում հարգելիս, падգամավորներով, բաներով հավաքվում եք կողք ու բոլոր, թող առաջինը ձեր տունը մտնեն, էլի, մեր տները չմտնեն։ Կամ ապահովում եք անվտանգություն մեզ համար։ Այս մարդիկ զինված չպետք է քնեն, էլի, գիշեր-ցերեկ։ Եթե կարող են, պետք է քնեն իհարկե զինված, բայց եթե չէ։ Այսինքն այդ հարցեր են, որոնք շատ վաղուց պետք է լուծված լինեին, էլի, դրանք մեր ծրագրում մանրամասն նկարագրված են։ Մեզ հարցնում են աշխատատեղեր ստեղծելու եք, Ժողովուրդ ջան, համայնքային իշխանությունները օրենքով ուղիղ աշխատատեղեր ստեղծելու իրավունք չունեն, կարող են իրենց ծառայություններում աշխատատեղեր ավելացնել, ասենք հավաքարարների տեղերը, կանաչապատման աշխատողների, տրանսպորտի, ինչ է, վարորդների, հասկացանք, բայց գործարան ստեղծել ճիշտ է, օրենքով կարող է երբևէ, բայց դրա համար առասպելական միջոցներ են պետք, համայնքը կարող է լինել փայատեր, ինչ որ մի համատեղ ձեռնարկության մեջ կարող է ինչ-որ տոկոս ունենալ, հա, բայց ամենակարևորը մեզ համար ենթակառուցվածքները զարգացնելն է, փողոցը, ինչ է, հրապարակները, գիշերային լուսավորություն, ներդրումային հնարավորություն ընձեռել ներդրողների համար, հողամասեր, որտեղ կարող են ստեղծվել արտադրամասեր եւ այլն։ Եվ ներդրողներին առաջարկել։ Մեր քաղաքում նման բաներ եղել են նախկինում, հա, բայց դա ավելի մեծ տեմպով պետք է արվի, ինչը բերելու է համայնքի տնտեսական աճին եւ ներդրողների հետաքրքրության աճին։ Ընդհանուր գծերով սա էր իմ ասելիքը, շատ կուզեմ ձեր հարցերին պատասխանել տարբեր թեմաներից համայնքի հետ կապված։ Ազատորեն տվեք ձեր հարցերը, ժողովուրդ ջան, մի 10 րոպեի չափ էլի ամենաշատը երևի։ Ձեզ չեմ ուզում երկար ինչ է անում, ձեր ժամանակից խլել, էլի, թե չէ մենք պատրաստ ենք շատ երկար զրուցել։ Ունեք հարցեր։ Մտածեք հլը, ինչ խնդիրներ կան, որոնք ձեզ հուզել են եւ հուզում են եւ դրա պատասխանները ենթադրենք մյուս տեխնազուների ծրագրերում, որը տնագներից ազատելու հետ կապված։ Ես երեկվա հաղորդումը եթե նայել եք, համառոտ ասեմ, 18 թվականից առաջ էլ, բայց հեղափոխությունից հետո ես դիմել եմ վարչապետին, ես պաշտոնյա չեմ եղել, ասել եմ, որ նման պրոբլեմ կա։ Բերեք տնագներ, ժամանակավոր կացարաններ, կցակառույցներ, գիտեք, հա վիճակը, ազատվել։ Ստեղծել է աշխատանքային խումբ 18 թվի վերջին։ Հիշում եք կառավարության արտագնան իս տեղավ ստեղ։ Մի վարքյան բացատրեմ։ Աշխատանքային խումբ է ստեղծել, ես էլ ավականու անդամ էի, ինձ առաջարկեցին լինել այդ աշխատանքային խմբում, մարզպետներ, համայնքապետեր եւ այլն։ Կես տարում Շիրակ, Լոռի, Արագածոտնի մարզերում այդ աշխատանքային խումբը հաշվառեց բոլոր տնագները, ժամանակավոր կացարանները եւ այլն, դուրս բերեց պատկերը 7030 տնակ, որոնցից կեսը միայն Գյումրի քաղաքում էին, որոնցից 3500-ից մոտ 2500-ում մարդիկ էին ապրում այդ ժամանակ 19 թվի ամռանը։ Խմբերը ուսումնասիրվեցին, ինչու է այս ընտանիքը տնագում, երբ է հայտնվել տնագում, քանի հոգի են, այս մեկը ինչ է, այս մեկը ինչ է։ Այդ ցանկը գրվեց, դուրս բերվեց եւ այդ մարդկանց տնագում լինելու պատճառների ուսումնասիրության արդյունքում առաջարկություններ արվեցին կառավարությանը, թե այս խմբի խնդիրը ինչպես ենք լուծում, այս պետությունը, էլի։ Տարբեր խմբեր են, գիտեք, ընտանիքը աճել է 20-30 տարվա մեջ, ստացել է 2 սենյականոց բնակարան, ինչքան կորցրել է։ Ընտանիքի մի մասը գնացել է այդ նոր բնակարանը, մյուս մասը մնացել է տնագի մեջ։ Կամ մարդը ոչինչ չի կորցրել, ստիպված է եղել տունը ծախել, գնալ տնագի մեջ եւ ասում է ես տնագում եմ, մի ճար արեք, էլի։ Լուծումների մասին կառավարությունը 3 տարի առաջ որոշում են կա կառավարության որոշում, ահագին ծավալուն։ Մեջը մանրամասն գրված է յուրաքանչյուր խմբի խնդիրը ինչպես պիտի լուծվի։
Այնտեղ վատ լուծումներ կան, բնակարանների քննման վկայական։ Դա շատ վատ լուծում է։ Ես ասել եմ իմ կարծիքը, դե կառավարությունն է որոշել, ես չեմ որոշել։ Կամ կա սոցիալական բնակարանների լուծում, երբ որ սոցիալական բնակարանը տրվում է բնակարան չկորցրած մարդուն, որը տնագում է եւ 30 տարի կամ 20 տարի այնտեղ է, առանց սեփականության իրավունքի։ Եվ ուրիշ տեղից մարդը եկել է այստեղ, գյումրեցի չէ ու տնագում է ապրում, էլի այդ մարդկանց համար ինչ որ բան պետք է արվի, որ այդ տնագները դուրս գան, այդ մարդիկ տնագից դուրս գան, հա, այդ լուծումները այդ կառավարության որոշման մեջ գրված են։ Մինչև 27 թիվներ կարող է երկարացնեն։ Դրանից ինչ որ բան արվել է, որոշ տնագներ, որոնք բրախած են եղել, մեջը մարդ չի ապրել, կամ մարդիկ, որոնք տուն են ստացել օրդերով, չէին սեփականաշնորհել, շարունակում էին մնալ տնագում։ Կարգը այնպիսին էր, որ հենց սեփականաշնորհում էիր, պետք է հանեիր տնագը։ Այդ մեկտեղ մենք նախատեսում ենք, որ հնարավոր հիմնադրամներից միջոցներ պետք է հայթայթել, որպեսզի շինարարություն լինի, սոցիալական բնակարանաշինություն, համեմատաբար էժան բնակարանաշինություն, մուշ թաղամասի 4 շենքերը գիտեք, Հայաստան համահայկական հիմնադրամի, հա, դրանք բարեգործական են, սարքել են զինվորականներ, վետերաններ, ծայրահեղ կարիքավոր ընտանիքներ տեղավորվել են այնտեղ։ Այս խնդրի լուծման առյուծի բաժինը պետությանն է, փոքր մասը կարող է համայնքը անել, համայնքը չունի այդ փողերը, որովհետեւ բոլորի խնդիրը ինքը լուծի ու երբեք չի ունեցել ճիշտն ասած։ Անցյալում որ նայում եք, քաղաքային իշխանությունները փոքր ֆունդամենտների վրա անի թաղամասում մի քանի բնակարան է սարքվել կարիքավորներին, ծերերին է տրամադրվել, էլի։ Այնպես որ ես այս խնդրին ծանոթ եմ գոնե 91 թվականից, երբ ստեղ աշխատել եմ ցայգում, շանթում, մնացած լրատվամիջոցներում, դուք էլ գիտեք, որ ես գիտեմ սրանք, էլի։ Դրա մասին գրած է մեր ծրագրում, այս բուկլետը ծրագիրը չէ։ Ծրագիրը շատ ավելի ծավալուն է, սրա մեջ համառոտ ենք գրել, էլի։ Խնդրեմ, ուրիշ հարցեր, ժողովուրդ ջան։ Չկան հարցեր։ Սոված եք, հաց կերել եք։ Հա, խնդրում եմ վերջի երկու բանը խնդրեմ։ Մենք լսել ենք, որ վարչական աշխատողներին, համայնքային պետական բան, ներքին կարգով հորդորում են գնալ քվեարկել այս մարդու օգտին, չասեմ ում օգտին, մենք կոչ ենք անում չվախենալ, ժողովուրդ։ Մարդ կա, պարտավոր չէ ինքը լինել ազատության առաջամարտիկ, ելնել վիճել մանկապարտեզի տնօրենի հետ, թե մեզ ինչ ես ասում, բան։ Մենք ասում ենք սուսուփուս ասեք, հա, ձեր ասածն է, հա։ Գնացեք ձեր խղճով կքվեարկեք, պետք չէ վիճել, պետք չէ կռվել։ Հավես ունեք, կռվեք։ Ուրեմն նախկինները ետ կգան, եթե ներկաներին չընտրեք, լսել եք, չէ՞ այս կինոն։ Ամեն օր այդ անեկդոտը մենք լսում ենք, 21 թվին էլ ենք լսել, ժողովուրդ ջան, մեր խմբակցությունը չի կոալիցվելու որևէ քաղաքական ուժի հետ։ Մեր ծրագիրը համարում ենք ամենալավը, համայնքապետ ընտրելու պահին ասելու ենք, ով մեզ կողմեք քվեարկեք։ Չէ, ախպեր, մենք կլինենք ընդդիմություն, սարսափելի բան չկա։ Մենք իսկապես հավատում ենք, որ մեր ծրագիրն ամենալավն է, մենք իսկապես բանը քաղաքին ենք ծառայելու, եւ սա իմ համար խաղալիք չէ, էլի, ովքեր ինձ գիտեն, որ ես շարունակ այս խնդիրների մասին խոսել լուծում եմ առաջարկել։ Սա իմ 4-րդ ընտրություններն են։ Գիտեմ։ Այստեղ գրած որոշ բաներ կան։ Ես միշտ շատ վաղուց 25 տարի առաջ ասել եմ, որ երկրորդական փողոց ձևակերպումը չօգտագործեք։ Կա թաղային նշանակության փողոց, կա քաղաքային, կա միջպետական։ Այսինքն մի նվաստացրեք, էլի, մի ասեք։ Թազա կոշիկները կփշրին, ջարդին կանանց կրունկները եւ այլն։ Այդոնք գիտեմ ես։ Շատ լավ գիտեմ։ Հիմա եկեք։ Այնքան եմ եկել։ Էնորնել էինք այնտեղ, հա, ինչ է։ Մանուշյանի Ֆանտանը, հա, Թարխանյանի։ Հա, մենք նախատեսել ենք նայեք, Գյումրու մեջ ներդրումները հիմնականում եղել են կենտրոնում, փողոցների նորոգում եւ այլն։ Որոշ ծայրամասային թաղամասերում են եղել, էլի։ Սովորաբար դա շահկապված է եղել ինչ-որ պաշտոնյաների եւ ազգականների խնամոնց ուլիցը ասֆալտ է, էլի, այդ գիտենք մենք։ Մենք նախատեսել ենք, որ ապակենտրոնացում պիտի լինի ներդրումների։ Բոլոր թաղամասերում հատուկ ուշադրություն է լինելու, փողը ավելի շատ տնելու ենք թաղամասերում, լուրջ եմ ասում, հատկապես ծայրահեղ, Ֆանտանն է, մյուսը։ Քան թե կենտրոնում, կենտրոնը համեմատած նրանց ահագին բարելավվել է։ Մենք հաստատ որոշել ենք, որ այդ ծայրամասային թաղամասերում լինելու են այդ ներդրումները, առնվազն 20 հատ տարեկան համայնքային կենտրոններ ենք ստեղծելու, բացօթյա,
բանը ամուր ցկված սեղանի խաղերով, նարդի ESN-ը եւ որոնք չեն քանդվում, չեն չարտվում, փոքր ամֆիթատրոններ 40-50 հոգու համար, ծածկով, բայց բաց։ Պրոյեկտոր, էկրան, մարդկանց հավաքատեղ կանաչապատում եւ այլն։ Սա բարդ չէ։ 4 հատ տարեկան միայն անի թաղամասում է լինելու, 2 հատ տարեկան մուշում ենք սարքելու։ Հարավում օրինակի համար Երևանյան խճուղու պոչից երկաթգծի վրայով անցում դեպի Մռուի կողմը գծանցով են, շլագբաումներով, 3 պատմել եմ հաղորդման մեջ, էլի, տեսած կլի։ Ինչի որ այդ ավտոները 6 կիլոմետր չգան կամրջի տակով ֆռան, որ հասնեն մսի կոմբինատ, հա։ Սրանք կարևոր բաներ են թաղային, թաղամասային կյանքը ակտիվացնելու համար։ Ես սա չեմ անտեսում։ Ես պետական իշխանությանը միշտ քննադատել եմ, որ հիմնական ուշադրությունը միշտ մայրաքաղաքին է ուշադրություն դարձրել, մարզերին ավելի քիչ։ Հա, հիմա նույնը վերաբերվում է մեր քաղաքին, ու ես սա նոր չեմ ասում, սա 20 տարի է խոսում եմ, էլի, հա, բայց դրանք անելու համար իշխանություն է պետք ունենալ, էլի։ Ընդդիմության դեպքում հնարավորությունները գրեթե սահմանափակ են, բան ես ասելու, ինչպես եղել եմ ես ավականու անդամ, հա, դու մեկն ես 20 հոգուտ եմ, կամ 4-ն ես 29 հոգուտ եմ, առաջարկները չեն անցնում, հետո մարդիկ են բազարի ժողովրդի պես զանգում, ասում են Լևոն ջան, քեզնից օգնություն խնդրեցինք, ասացիր ուժս չի պատում, ինչ խապեի, հա, կնայի ասեի, հիմի կգնամ մսավաճառների, սպանդանոցների պատմությունը։ Պրոբլեմ է լինում, այդ մարդիկ ասում են, պրոբլեմ ունենք, չկա սպանդանոց, եթե այդ միսը տանեմ, ես Երևանում մորթեմ բերեմ, խոզի միսը 13,000 կարժենա։ Հիմի 100 անգամ ասել ենք, որ պետություն մասնավորը չի ուզում սարքել, դու պիտի բերես սպանդանոց սարքես, մինչև մասնավորը ուզենա սպանդանոց սարքել։ Այսինքն սրանք հարցեր են, որոնք միշտ են եղել, էլի մեր ուշադրության կենտրոնում։ Քվեարկությունը լինելու է ոչ թե հին ձևով, մեկ ցուցակ վրան 9 տող, որ նշան տնեք, ոչ։ Լինելու է 9 հատ թերթիկ, որոնց վրա համարներն են գրած։ Մերը 6-րդն է, այդ 9 թերթիկը տալու են ցեզ, մտնելու եք քվեախուց, որը կամեցակ 6-րդը օրինակի համար տնում եք ծրարի մեջ, մնացած այնտեղ զիբլի աման կա։ Լցվում է մեջը, դուրս եք գալիս, բանը, եթե ծրարի մեջ 2 քվեաթերթիկ տրեցիք, անվավեր կդառնա, էլի չի հաշվվի։ Մեր խնդրանքն է անպայման մասնակցել, ժամանակ գտնել, մասնակցել այս ընտրությանը, կանանց դեպքում մի հատ պրոբլեմ կա, ասում եք քսված չեմ, տնից դուրս գալ չեմ կարող, այսպես է զուլում եղնի եւ այլն։ Հա, նեղություն քաշեք, քսվեք այդ օրը գնացի։ Կատակ եմ անում իհարկե, էլի մասնակցեք այդ ընտրություններին։ Ամենավատ ընտրությունները ձևավորվում են ինչից, գիտեք, իշխանությունը ամենավատը երբ է լինում։ Ընտրություններին չմասնակցող մարդկանց պատճառով։ Դիվանին են մնում տելևիզորի հետ, խնամոնց հետ, հետո գալիս են ասպարեզ ագումբ, ասում են Լևոն շները մեզ կերան։ Ասում եմ, այ ախպեր ջան, ձեզ խնդրում էինք գնալ ընտրության քվեն մեզ տալ, մեջը գրել ենք ինչ ենք անելու ստեղ։ Դուք չեք անում, գալիս հետո փողոքում եք։ Ում ընտրել եք, նրան չեք փողոքում, չգիտեմ ինչի, էլի։ Ձեզ զանգել ասել են հորոխբորոս տղուն ընտրի, դու որոշել ես, որ հորոխբորոտ տղուն պետք է լավություն անես։ Հենց պրոբլեմ ես ունենում, փողոցը ցեխոտ է, տոշաները կերան, գազելը ժամը 6-ից հետո չկա, ուր պետք է գնանք, ժուրնալիստների տուրը, հալալ եղնի ձեզի, էլի եկեք, բան չասի, հա։ Բայց հասկացեք, որ ժուրնալիստը այդ իշխանությունը չունի, ինչ ունի քաղաքապետը կամ ավականին, էլի։ Խնդրանքս դա է։ Կարող է ձեր ընտրածով չլինի քաղաք, բայց գոնե մասնակցեք։ Սա խնդրանք է, մասնակցեք անպայման ընտրությունների, չվախենաք ոչ մեկից։ Չխեղճանաք, չնահանջեք։ Ինձ զանգում են ինձ փակ համարներից։ Եղավ 20 տարի։ Հեղափոխության ժամանակ, հեղափոխությունից հետո Պարոն Պարսեղյան մեզ ասում են ցույցի չգնաք, մենք վախենում ենք, ասում եմ անունդ կասես աղջիկ ջան, աշխատող է հոակի, պոակի, չեմ կարող, ինչ անենք, ասում եմ 3 խորհուրդ ունեմ ձեզ։ Առաջինը չվախենաք, երկրորդը չվախենաք, երրորդը չվախենաք։ Վախեցնողի հաշվարկը վախն է։ Հենց տեսնում է, որ չի կարող վախեցնել, ասենք մանկապարտեզում ժողով են անում, հա, ջոգել են, որ այս երկու հոգին ոնց որ չեն ենթա, ասում եք դուք գնացեք ձեր գործերով, մենք կզրուցենք նրանց հետ, ում կարող ենք վախեցնել։ Այդքան բան։ Հա, մի անգամ դիմադրում եք, ձեզ չի վերաբերվում, էլի իհարկե, այս լրիվ ուրիշ հիմնարկ է։ Շատ քիչ են հիմնարկները, որտեղ սեփականատերերն ասում են հարգելի տեխնացուներ, եկեք մարդկանց հետ զրուցեք։ Շնորհակալություն Կոմցյանին այս հնարավորության համար, ձեզ, ձեր ուշադրության համար։ Ես իմ եթե օգուտ տվեցինք, ինչ որ բան իմացաք, շատ էլ կան հարցեր, բարդ հարցեր։
Մենք այս ընտրությունների ժամանակ խոսում ենք քաղաքային խնդիրներից։ Մենք քննադատում ենք քաղաքացիական պայմանագրին քաղաքում իրենց անելիքները չանելու համար։ Ես հայել կարող եմ պետական մագարտագում իրենց ծախողումների մասին խոսել, բայց տեղական ընտրությունների հետ դա կապ չունի։ Մյուս տարի ազգային ժողովի ընտրությունների ժամանակ այն մյուս հարցերն էլ կխոսվեն, էլի, հա։ Խնդրեմ, չկան հարցեր։ Հա, իհարկե։ Դուք 20 տարի էլ ավականու անդամ եք, ինչքան գիտեմ։ 9 տարի էլ ավականու անդամ եք։ Այս գործարանը գոյություն ունի երևի 20 տարի, հա, ես իհարկե 2 տարվա աշխատող եմ, չգիտեմ։ Դուք օրինակ, հենց դուք ձեզի նկատի ունեմ, ինչ ներդրում, ինչ օգուտ, ինչ հնարավորության ձեր սահմաններում կատարել եք, որ այս գործարանը աշխատի, առաջ էշտա, իր արտադրությունը չկանգնի, ոբշեն, որովհետեւ մենք աշխատատեղ ունենանք, մենք չկորցնենք մեր աշխատանքը։ Ուրեմն, ամբողջ հարցը այն է, որ երկրում կա երկու տիպի իշխանություն, կա պետական իշխանություն, կա տեղական իշխանություն։ Օրենքների մեջ սահմանված են պետական իշխանության անելիքները եւ տեղական անելիքները։ Մարդիկ շատ հաճախ սրանք շփոթում են իրար հետ։ Համարում են, որ տեղական իշխանությունը MD անի։ Ուրեմն, տեղական իշխանության գործը քաղաքացիներին ծառայություն մատուցելն է աղբահանության, կանաչապատման, մանկապարտեզ, երաժշտական դպրոց, արվեստի դպրոց, սպորտի դպրոց, գրադարաններ։ Բայց ներողություն։ Ես այս քաղաքի քաղաքացի եմ, ուզեմ աշխատել, չկորցնեմ իմ աշխատանքը։ Տիկին ջան, հասկանում եմ, ավարտեմ միտքս։ Պետական իշխանությունը լիքը ուրիշ լիազորություններ ունի, ապահովել բարենպաստ հարկային դաշտ, որպեսզի փող ունեցող մարդը, որ ուզում է փողը ներդնել, ռեստորան է, կաֆե է, գործարան է, արտադրամաս է, ձեր հարցի հասցեատերը պետական իշխանությունն է, ազգային ժողովն է եւ կառավարությունն է 98%-ով։ 2%-ով տեղական իշխանությունն է։ Եթե ես ճանապարհներ չեմ սարքում քաղաքի մեջ, ներդրողների տրամադրությունը մի քիչ վատն է լինում, ցանկություն քիչ են ունենում։ Քաղաքային իշխանության ձեռքը ձեր տված հարցի հետ կապված շատ քիչ բան կա։ Գիշերային լուսավորություն ես պետք է ապահովեմ, պետական իշխանությունը դա չպետք է ապահովի, բայց հարկային բարենպաստ միջավայր ստեղծելը ազգային ժողովի եւ կառավարության անելիքն է։ Օրինակ, եթե ձեր արտադրած արտադրանքի ներկրման վրա մի քիչ ավել մաքսավճար է տնում պետությունը, այդ ներս եկած ապրանքը ստեղած ձեր արտադրանքից թանկ է դառնում եւ ձեր արտադրանքը սկսում է շուկայում լավ վաճառվել։ Եթե պետությունը դա չի անում, ստեղած արտադրանքը ավելի թանկ է լինում, քան թե դրսից բերածը, այսինքն մեղմ ասած հերուտնից տեղից ձեր ապրանքը չի ծախվելու։ Հիմա դա անելու իրավունքը ունի պետական իշխանությունը, ազգային ժողովը։ Ցավը տանեմ, բացադրում եմ, որ մոտավորապես նույնն է, որ դուք քաղաքապետից պահանջեք, ավականուց պահանջեք, տիեզերանավ ուղարկել Մարս մոլորակ։ Իրավունք չունենք, ցավը տանեմ, էս է բացատ։ Եթե ես հիմա ասեմ, որ գալիս ենք իշխանության, զարգացնելու ենք տեքստիլ արտադրությունը Գյումրիում, սուտ ես ստախոս կլինեմ, հասկանում եք, չեմ կարող ես խոստանալ։ Մենք այս քաղաքի բնակիչներ ենք ու կուզենք մեր աշխատանքը չկորցնենք, մնանք, աշխատանք ունենանք, գոնե այս ինչ որ կա պահպանվի, դրա համար եմ ես հարց տալիս, որ օրինակ ինչ կարակ անեք, որ այս հիմնարկ ձերգածումը իշխանությունների հետ ձեր կապը ավելի մոտ է, քան իմը կամ այս Բացատրեմ։ Իմ իշխանությունների կապը այնքան է, որքան ձերն է։ Դուք օրինակ կարող եք հրավիրել այդտեղ падգամավորներ, նրանց, ովքեր օրենք են ընդունում։ Մաքսավճարը թանկացնելու, հարկային արտոնություն տրամադրելու, Գյումրիից падգամավորներ կան, պարտադիր չէ Գյումրիից լինեն։ Ոչ մի բարդ բան չկա, որ այս հարցերով հրավիրում եք նրանց, ովքեր որոշում են։ Հասկանում եք, դուք մոտավորապես փականագործից ուզում եք էլեկտրիկի գործ։ Էլեկտրիկը ցես կասի իմ խելքը չի հասնում, էլի ես դրա մասնագետը չեմ, իրավունքը չունեմ։ Падգամավոր հրավիրելը մի պատմություն չէ, այսինքն առանց հրավիրելու։ Մյուս տարի ընտրություններ են, եկուց մյուս օր, падգամավորները իրանց ոտով են գալու ստեղ, գալու են, ասեն տվեք մեզ ձեր քվեն, խնդրում ենք ձեզ, մենակ ուրախ չէ, դե ասեք ժողովուրդ ջան, 5 տարի падգամավոր էիք, քանի անգամ եկաք ստեղ գնացիք։ Ես պարոն Կոմցյանի հետ բարբերաբար հանդիպել եմ տարբեր առիթներով ու իր խնդիրներն էլ գիտեմ, ինքն էլ իմ խնդիրները գիտե, հա։ Բա այդ հարցերի հասցեատերը պետական իշխանությունն է։ Կանչեք, հրավիրեք, ասեք, կապ չունի, պարտադիր չէ սպասել մինչև ազգային ժողովի ընտրություններ։ Հրավիրեք, ասեք, եկեք հələ խոսալու բան կա։
խոսալու բան կա, ավականու անդամի տեխնազուն ու քաղաքապետի տեխնազուն ասում է, որ դա իրենց շատ քիչ է վերաբերվում, ձեզ է վերաբերվում։ Ինչի է ներկրվող ապրանքը այն կալգոտքեն, որը դուք ստեղ արտադրում եք։ Ինչի է ներկրվողն ավելի էժան, քան թե ձեր արտադրած։ Օրինակ եմ ասում, էլի, չգիտեմ, դուք ավելի լավ գիտեք։ Պայմանավորվեցինք, Տիկին ջան։ Հա, շնորհակալություն, շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն, ժողովուրդ ջան։ Անպայման մասնակցեք 6-րդ համարն ենք մենք։